Իրավաբաններ անդրադարձակ նոր սահմանադրությանը սահմանադրության 202-րդ հոդվածի առաջին մասի համաձայն նոր սահմանադրություն միայն կարող է ընդունվել հանրաքվեով, իսկ նախագիծը կարող է դրվել հանրային քննարկման միայն ազգային ժողովում ձայների 2/3-ով։ Կխնդրեմ ներկայացնեք, թե իրավական ինչ մեխանիզմներով եք հասնելու դրան, եթե այս պահին չունեք 2/3-ի շեմը, մեծամասնությունը, եւ երկրորդ հարցը, օրերս ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ կարևոր նախադեպային որոշում էր ընդունել, որով արձանագրել էր, որ երկրի դատական համակարգում առկա են դատական վարույթների անհիմն ձգձգումներ եւ պարտավորեցրել էր Հայաստանին ստեղծել արդյունավետ փոխհատուցման մեխանիզմ։ Կխնդրեմ նաեւ նշեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, այս պահանջը կատարելու ուղղությամբ։ Շատ լավ։ Դուք իրավաբան նետից եք, ես իրավաբան չեմ, այդ առաջին հարցերով դեռ մեր իրավաբանները ինձ եզրակացություն չեն տվել, դրա համար ես չմտնեմ այդ թեմայի մեջ, որովհետև այդ հարցը կա, բայց եւ այդ հարցով մեր մասնագետները զբաղվում են, բայց այդ հարցի պատասխանը ինձ չեն տվել, որպեսզի ես էլ ձեզ տամ հարցի պատասխանը։ Ձգձգումների հետ կապված լիարժեք մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրում անելը մենք ենք տասնյակ անգամներով ահրել այդ արձանագրումները, բայց մեր վերջին աշխատանքային քննարկման ժամանակ արտարադատության նախարարը ինձ զեկուցեց, որ մենք հիմա արդեն ոնց որ ուժի մեջ են մտել այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դատավարությունների համար ժամկետներ են սահմանում։ Այսինքն մի քիչ շատ տենց կոշտ եւ արմատական քայլ է, բայց ես կարծում եմ ճիշտ քայլ է, որ ժամկետ պետք է լինի, որ մարդը կանխատեսել լինի քրեական դատավարությունն էլ, քաղաքացիականում, եթե չեմ սխալվում, ավելի շուտ էր լուծված այդ հարցը։ Հիմա նաեւ քրեականով կոնկրետ ժամկետներ են դնում, հույս ունենք դա կաշխատի։ Այդ պետք է իրավաբանները կարծիք ասեն, որ ես մեր ինստիտուցիոնալ կարծիքը ասեմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։